Իսկ հետո ինչ էլ որ անեն միևնույն է։ Անիմաստ է։ Ինչ պատիժ էլ որ տան։ Նա կստանա իր պատիժ աղջիկս, ես քեզ խոստանում եմ, շատ ավելի դաժան ու խիստ պատիժ կստանա, քանի կկարծում է, բայց ցավոք դա ոչինչ չի փոխի։ Բարև ձեզ։ Բարև։ Ասել էիք, որ կամ։ Այո։ Պապ, մենք ձեզ մենակ թողնենք։ Համեցեք։ Ինչ որոշվեց։ Դատը 4 օրից է նշանակված։ Եվ Ոչինչ չի փոխվել։ 8-ից 10 տարի։ այսպես չի լինի։ Մենք պետք է ինչ-որ բան անենք։ Ինչ, պարոն Գնոնի։ Ես չգիտեմ։ Դուք պետք է ասեք ինչ, իսկ ես պետք է փորձեմ դա անել։ Չեմ հասկանում ձեզ, պարոն Գնոնի։ Մենք ամեն գնով պետք է նրա ժամկետը կիսենք։ Բայց Լսեք, ես վստահ եմ, որ դուք ինչ-որ բան կգտնեք, ինչ-որ բան կմտածեք։ ուրիշ ժամանակ գուցե, բայց հիմա իրավիճակը բարդացել է։ Լսեք, ինձ համար դժվար է սա ասել, բայց խնդրում ճիշտ հասկացեք, արեք այն, ինչ անգամ չեք անի ուրիշ դեպքում։ Եթե պետք է շրջանցել որևէ օրենք շրջանցեք։ Ինձ չի հետաքրքրում ոչ մի կարգ, ոչ մի կանոն։ Եթե ես չկարողանամ Վարդանին դուրս բերել այնտեղից, ուրեմն պետք է հանեմ նրա համար նվազագույնը։ Գոնե պետք է ժամկետը կրճատեք, նա չի կարող նստել 8 կամ 10 տարի։ Լավ ան, հանգստացի վերջ։ Նարինց տուն կտանես։ Լավ։ Իսկ եթե մնաս ան։ Չէ, Նարեկ, չէ, ես երախուս մոտ պետք է լինեմ հիմա։ Ան, եթե ուզում ես Սաշա տուն կբերենք։ Գուգոն է կգա։ Նարեկ, խնդրում եմ ինձ տուն տար։ Լավ, գնանք։ Շնորհակալ եմ։ Հաջողություն։ Հաջողություն։ Ես ձեզ խնդրում եմ մի բան մտածեք։ Իհարկե կներեք, որ խանգարում եմ, բայց ես պետք է գնամ։ Պարոն Գնունի, որ խնդրեմ։ Աղջիկս։ Պապ, ես ճանապարհ եմ անեն։ Ներեցեք։ Այո։ Ինչ։ Հա։ Հիմա կգամ։ Ինչ է աղել։ Ալան արթնացել է։ Մամ։ Լավ է, չէ՞ մաման։ Նանա ջան, ամեն դեպքում 24 ժամ պետք է սպասենք, որովհետեւ ճշտենք իրավիճակը։ Բայց դուք կարող եք մոտը մնալ։ Доктор, что скажете? В данной ситуации неплохо. Но необходимо подождать. Должны пройти сутки, прежде чем мы сможем определить ее состояние. Хорошо. Мы можем поговорить? Да, пожалуйста. Ես կմնամ մամայի մոտ։ Լավ, նանա ջան, դու մնա, ես էլ դուրս կգամ։
Ոնց ես, մամ ջան։ Աննա, Մամ, լավ, մոռացել էի քեզ շատ խոսել չի կարելի։ երեխեն ուրա։ Տանն է, մամ ջան, Մորքուրի ու Մարյաննայի մոտ։ Իմ աղջիկ, չտխրես ու լաց չլինես, լավ, չի կարելի։ Լավ, մամ ջան։ Իմ մասին մի մտածի, Ոչ չմտածեմ, ես արդեն լավ եմ, ինքան ուրախ եմ, որ հիմա հետս խոսում ես։ Գալիս էի, տեսնում էի աչքերդ փակ, դրանից ավելի էի նեղվում։ Բայց հիմա այնքան ուրախ եմ, որ կարող եմ հիմա հետդ խոսել, ձայնդ լսել։ Վակի ափսոս, որ չեն թողնում գիշերը մնամ մոտդ։ ես էլ չեմ թողնում։ Մեծ առավոտյան անպայման կգամ շուտ։ Լավ, մամ ջան, էլ ոչ մի բան մի ասա։ Քեզ հիմա հանգիստ է պետք։ Մարմինս ոնց որ գիպսի մեջ լինի։ Ամեն ինչ լավ կլինի, մամ։ Մի նեղվի, ամեն ինչ լավ կլինի։ Ես հավատում եմ, որ լավ կլինի։ Մենակ դու էլ հավատա, հա, մամ ջան։ Լավ, Доктор, как она? Не очень. Но когда она открыла глаза, мне показалось... Господин Мани, вы должны понимать, она в критическом состоянии. Доктор, вы меня пугаете. Извините, но я должен был сказать вам правду. Возможно, это последний шанс Суанны увидеть свою мать в живых. Մոք սուրճը պատրաստ է, արի։ փաստորեն գնում ես։ Այս սուրճս խմեմ ու գնամ։ Առանց սուրճ խմելու հաստատ չեմ կարող տնից դուրս գալ։ Այսօր մի քիչ լավ ես, հա։ Մենակ եմ, որ լսեցի մամայի ձայնը հետ ինձ հերիք էր։ Պատկերացնում ես, ես մտածում էի, որ էլ ուշքի չի գա։ Տեսար, որ սխալվում էիր։ Հիմա արդեն հավատում եմ, որ մաման կառողջանա, ոտքի կկանգնի։ Իհարկե հասկանում եմ, դա շատ երկար պրոցես է։ Բուժում պետք է ստանա։ Երկար ժամանակ չի կարող քայլել, բայց մենակ եմ, որ ձայնը լսեցի, ինձ համար դա ամեն ինչ էր։ Որ կարող եմ հետը խոսել, ձայնը լսել։ Թող որ պարկած լինի, բայց կարևորը որ խոսի ինձ հետ։ Չամոք։ Ապալես։ Առաջին անգամը որ դու կամքով ես գալիս։ Հա, պապ, ես ուզում եմ գալ։ Ես մի քանի շատ կարևոր գործ ունեմ։ Դու ինչ-որ բանով զբաղվել, մինչև տեսնենք ինչ ենք անում քեզ հետ։ Լավ։ Ես բարձանամ վերև, ես դու տեսանի եկել է թե ոչ, հա։ Պապ ջան, դու հանգիստ գնա, ես հաստատ չեմ գորի։ Դա հարց։